Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստենք ամենասովորական կոտլետները, որոնք խորհրդայինի ժամանակ բոլորը շատ էին սիրում և ամեն օր մատուցում են այդ տիպի կոտլետներ։ Կոտլետների մսի ընտրությունը ձերն է, ցանկացած մսով կարելի է պատրաստել, շատ պարզ, հանգիստ և շատ համեղ։ Կոտլետ պատրաստելու համար ես վերցրել եմ այս չափաբաժինը, քանակությունը կախված է ձեր ցանկությամբ։ Վերցրել եմ 1 հավի կրծքամիս, 1 կարտոֆիլ, 2 գլուխ սող, կտրատած կարագ, 1 ձու, համեմունքներից օգտագործելու եմ այսպես սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ և պաքսիմատ։ Հավի կրծքամիսը և սոխերը պետք է անցկացնեմ մսաղացով, իսկ կարտոֆիլը քերիչով պետք է անցկացնեմ։ Միսը և սոխը մսաղացով անցկացրեցի, 1 ձու և համեմունքները, մանր կտրատած կարագ, քերիչով անցկացրած կարտոֆիլ։ Եվ այս ամենը մի լավ խառնում ենք։ Ահա, լավ խառնելուց հետո մի 15-20 րոպե կթողնենք հանգստանա, հետո կտապակենք։ Տաքացած տապակը մի լավ ձեթ հոտում ենք, նաև բուսայուղով եմ պատում ձեռքս։ Ահա, այսպես։ Այսպես կոտլետները տեղավորեցի, կափարիչով ծածկում եմ, մարմանդից մի քիչ բարձր կրակով ենք եփում։ Ժամանակն է շրջելու։ Ահա, խնդրեմ։ Շրջելուց հետո կրկին կափարիչով ծածկում ենք։ 1 հատ պղպեղ եմ տեղավորում առայժմ։ Ահա, խնդրեմ, պատրաստ է մեր համեղ կոտլետները, շատ արագ, շատ հանգիստ։ Ահա, խնդրեմ։ Մատուցում եմ այսօր խաշած կարտոֆիլի, տապակած պղպեղի հետ, թթու ունենք, նաև այստեղ պամիդոր, վարունգ, ինչի հետ ցանկանաք դուք մատուցեք, կարող եք և փլավի հետ մատուցել, ինչի հետ որ ցանկանաք, կարող եք հենց այնպես հացի մեջ դնել, ինչպես հիմա ասում են, բուրգեր պատրաստել և ուտել, այսինքն մի համեղ բրտունջ։ Դե սիրելիներս, տեսաք որքան արագ ստացվեց, հավատացեք, շատ համեղ է, ախորժալի, և փոքրերն են սիրում, և մեծերն են սիրում, ինչպես ասացի դուք միսը ձեր ընտրությամբ կարող եք և տավարի, և խոզի, և ոչխարի, թռչնի մսով, ինչի մսով որ ցանկանաք, ինքը բոլորի հետ էլ համահունչ է, բոլորի հետ էլ հարմարվում է, այնպես որ շատ համեղ է, պատրաստեք և թող անուշ լինի։